Հայաստան դաշինքը հայտարարություն է տարածել անդրադառնալով երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողություններին։ Դաշինքը դրանք որակում է որպես ապօրինի գործողություններ և նշում, որ դրանք լեգիտիմությունը կորցրած իշխանության հերթական դրսևորումներն են։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է ՀՀ երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները լեգիտիմությունը կորցրած, սեփական իշխանությունը բացառապես ապօրինություններով պահող վարչախմբի հերթական ցինիկ դրսևորումներն են։ Մեջբերման ավարտը։ Դաշինքի պնդմամբ տեղի ունեցողը իրավական գործընթաց չէ, այլ պետական ապարատի ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ խորհրդարանական ամբիոնից հնչող սպառնալիքներին հաջորդող ուժային գործողությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները որդեգրել են ընդդիմությանը մեկուսացնելու և ընդդիմության հնարավոր օջախները վերացնելու քաղաքականություն։ Դաշինքը նաև պնդում է, որ իշխանությունը սեփական ընտրազանգվածի համար էժանագին տեսարաններ բեմադրելով փորձում է խորացնել հասարակության մեջ առկա վախի մթնոլորտը։ Հայաստան դաշինքը հայտարարում է, որ շանտաժի, ապօրինի վարույթների և իրենց բնորոշմամբ շինծ ու հետապնդումների միջոցով իրենց հետ խոսելն ապարդյուն է։ Դաշինքը նաև ընդգծում է, որ ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ նրա ընտանիքին և ոչ էլ քաղաքական թիմին հնարավոր չէ ընկճել կամ պարտադրել հաշտվել ստեղծված իրավիճակի հետ։ Դաշինքի հայտարարության համաձայն՝ իրենք շարունակելու են քաղաքական պայքարը և գործադրելու են բոլոր ջանքերը Հայաստանին իրենց գնահատմամբ պարտադրվող նոր զիջումներին դիմագրավելու համար։ Հայտարարության վերջում Հայաստան դաշինքը նշում է. «Որևէ բռնապետություն հավերժ չէ, և ապօրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև»։ Իսկ եթե ուզում եք ծանոթանալ մյուս նորություններին, բաժանորդագրվեք մեր ալիքին։